Դա մեր գեղեցիկը չգիտի ազիջան։ Դա նենք հարտեզի միջին մեր գեղեցիկա։ Ագարակցի բուժակ Օնիկ Պապը դժգոհում է, Փաշինյանն իրենց գյուղի տեղն էլ չգիտի։ Ըստ նրա գործող իշխանության մնալն օրեցօր ավելի վտանգավոր է դառնում երկրի համար։ Բուժակը վստահ է, Փաշինյանը վերընտրվելու շանս չունի, նույնիսկ եթե պետական համակարգն ու պաշտոնյաները ենթարկվում են իրեն։ Օնիկ Պապը եկել էր ուժեղ Հայաստան կուսակցության քարոզարշավին, հատկապես Նարեկ Կարապետյանի ելույթը լսելու։ Հավատում է, Սամվել Կարապետյանը կարող է երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից։ Խելացի մարդը, խելացի կազմակերպված մարդը, ամեն բնակավարից հասկացող մարդը։ Ես ամեն տեղի լասել եմ, միայն նա Հայաստանը կհանի այս վիճակից, եթե իհարկե ընտրվի, եթե ոչ, Հայաստանը չկա։ Նա զուգահեռներ է տանում Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Կարապետյանին համարում է հավասարակշռված ու հայրենատեր, Փաշինյանին հայրենավաճառ, ով նույնիսկ բանակի զինանշանն է փոխում ու վտանգում Հայաստանի լինելիությունը։ Աշխարհը դեռ այդպիսի ղեկավար ոչ մի երկիր չի ունեցել։ Խայտարակություն, 28-ին պարադա։ Մեր զինանշանը փոխել են, ով է խաբար։ Ով է խաբար։ Հա? Թաքուն փոխել, ով է խաբար։ Ժողովրդին հաշվի առել, նստել ամենի հետ ձերից հայրես ինչ եմ անում։ Ագարակցի Օնիկ Պապի համար ընտրությունը հստակ է, փրկության միագելքը նա տեսնում է ուժեղ Հայաստան կուսակցության և նրա առաջնորդների ծրագրերում, որոնց ելույթները լսելու համար էլ այսօր եկել էր քարոզարշավին։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։